Առհասարակ բարեգործությունը լինում է 3 տեսակի բարեգործություններ։ Պարոն Կարապետյան, բարև ձեզ։ Բարև Ալիկ ջան։ Ոնց եք։ Շատ լավ, դու ոնց ես։ Ես էլ միշտ ուժեղ, շնորհակալ եմ շատ։ Շատ լավ է։ Պարոն Կարապետյան, կասեք, որն է եղել առաջի բարեգործությունը Հայաստանում, որ դուք արել եք։ Ես հիշում եմ 94-95 թվականներ, ես արդեն Կալուգայում էի ապրում եւ աշխատում։ Ինձ միշտ տանջում էր, որ Տաշիրում եկեղեցի չկա։ Երևի Հայաստանի միակ շրջանն էր, որտեղ եկեղեցի չկար։ Եվ այդ տարիներին կաթոլիկ եկեղեցին սկսել էր ձևավորել իր եկեղեցին Տաշիրում, ահագին օգնություններ էր անում Տաշիրի բնակչությանը, քանի որ մեր շրջանի բնակչությանը հիմնականում ասում էին ֆրանկներ, այսինքն կաթոլիկ հայեր, չնայած որ ես ոչ մի անգամ չեմ հիշում, որ մեր շրջանում այդ կաթոլիկ գաղափարը եղել է, բայց միշտ ասում էին ֆրանկներ։ Ինչքան հիշում եմ 94 թվականին սկսեցին կառուցել Տաշիրի եկեղեցին։ Ու ես գիտեմ, որ այդ եկեղեցին Սովետի փլուզումից հետո Հայաստանում առաջի եկեղեցին է եղել։ Ինչ է առհասարակ բարեգործությունը եւ ձեր համար ինչ է բարեգործությունը, պարոն Կարապետյան։ Առհասարակ բարեգործությունը դա մարդկանց օգնելն է եւ լինում է ու ինձ թվում է 3 տեսակի բարեգործություններ էմոցիայի առումով։ Մեկը երբ հիմնվում են բարեգործական հիմնադրամներ, հավաքվում է գումարներ տարբեր մարդկանցից, տարբեր ընկերություններից, այդ ժամանակ բարեգործները ստանում են աշխատավարձ եւ ծառայում են այդ նպատակների համար։ Այդպիսին էր նաեւ Հայաստան համահայկական հիմնադրամը եւ տարբեր այդպիսի հայկական հիմնադրամներ կան, ովքեր հավաքում են գումար, բարեգործություններ են անում։ Երկրորդը դա հիմնականում այն երկրներին է վերաբերվում, որտեղ հարկերի ինչ որ մասը, եթե դու բարեգործություն ես անում, ազատվում ես այդ հարկերից։ Երրորդ եւ ամենաէմոցիոնալ բարեգործությունը, երբ դա անում ես քո գրպանի հաշվին։ Դա ամենամեծ ինձ թվում է էմոցիան է բերում։ Կարող եմ ասել նույնիսկ հաճույք է բերում։ Ինձ մոտ իհարկե միշտ երրորդ տիպի բարեգործություն է եղել։ Ես ամբողջ կյանքում միայն մեր միջոցներն եմ օգտագործել այդ նպատակների համար։ Դրա համար դրանից երևի ամենամեծ հաճույքը ես եմ ստացել, երբ հնարավորություն եմ ունեցել մարդկանց օգնելու։ Առհասարակ երեխաները չեն շարունակում իրենց ծնողների գործը, բայց ինչպես տեսնում ենք, ձեր պարագայում լրիվ հակառակն է։ Ինչու՞մն է այդ գաղտնիքը։ Սկսած դաստիարակությունից, նպատակասլացությունից, ես փոքրուց իրենց հետ խոսելով բերել եմ նրան, որ նրանք պարտավոր են օգտակար լինել մարդկանց։ Իսկ դա հնարավոր է միայն, եթե դու կարողանում ես ճիշտ ուղղություն ընտրել կյանքում։ Իրենք ընտրեցին իրենց համար ճիշտ ուղղություն, շարունակել իմ գործը եւ երեքն էլ արդեն 19 տարեկանից ակտիվ մասնակցում էին մեր ընտանեկան բիզնեսի մեջ։ Դրա համար ես հիմա արդեն հնարավորություն ունեմ ամբողջ բիզնեսը վստահեմ իրենց եւ վստահ եմ, որ իրենք ավելի կզարգացնեն, նույնիսկ առանց ինձ։ Իսկ ձեր շնորհիվ մենք կունենանք ուժեղ Հայաստան։ Եվ ամենակարևորը վստահությունն է։ Երբ դու վստահում ես քո երեխաներին, արդեն 12 տարեկանից իրենց վստահում էի։ Զգում էի, որ իրենք լավ մարդ են դառնալու։ Պետք է ճիշտ օրինակ ծառայել երիտասարդներին, ոչ միայն քո երեխաներին։ Պետք է այնպես անել, որ շատ երիտասարդներ ուզենան նմանվեն քեզ։ Շնորհակալ եմ շատ, պարոն Կարապետյան, հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ լավ օր։ Ես էլ եմ շնորհակալ, Ալիկ ջան։